Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո ամեն։ Ամեն բանի առաջ փառք տանք Աստծո, որ այսօր արիթ ունեցանք այստեղ հավաքվելու, միասնապար աղոթելու եւ ինչպես նաեւ Աստծո խոսքի մասին խորհրդածելու։ Այսօրվան իբրև խորհրդածության նյութ ընդրեցի մեծ խնջույքի արագը, որ Լուկաս ավետարանի հիշած է։ Եվ այս հատվածը գտնվի Լուկասու 14-րդ գլխի մեջ։ Եվ որպեսզի կարողանանք լավ հասկանալ, ամենեն առաջ պիտի ընթերցեմ հատվածը, հասկանանք Լուկաս ավետարանիչ ինչպես ուզե ներկայացնել այս պատմությունը եւ նաեւ անդրադառնալ թե Հիսուս ինչ կփորձե պատկամել այս արագին ճամփով։ Գարտա։ Եվ սեղանագիցներն մեկը այս խոսքերը լսեց ըսավ Հիսուսի. Երանի ան որ Աստծո արքայության մեջ ջաշ պիտի դե։ Հիսուս անոր հետևյալ արագը պատմեց. Մարդ մգար, որ մեծ ընթրիք մսարկեց եւ շատեր հրավիրեց։ Ընթրիքի ժամուն իր ծառան ղրգեց, որպեսզի հրավիրյալներուն ըսե, եկեք ամեն ինչ պատրաստ է արդեն։ Հրավիրյալները սկսան մեկ առ մեկ հրաժարին։ Առաջինը ըսավ. Արդ մկնեցի, պետք է երթամ եւ դեսեմ զայն, հետեւաբար կխնդրեմ, որ ներողամիտ գտնվի։ Մյուսը ըսավ. 5 զույգ ես կնեցի, պետք է երթամ փորձեմ զանոնք, հետեւաբար կխնդրեմ, որ ներողամիտ գտնվի։ Ուրիշը ըսավ. Դագավին նոր ամուսնացա, հետեւաբար չեմ գնարկալ։ Զարան վերադարձավ եւ իր դիրոջ պատմեց անոնց ըսածները։ Այն ադեն դանդերը վրդոված ըսավ Զարային. Անմիջապես քաղաք գնա եւ հրաբարակներուն ու փողոցներուն մեջ որքան որ աղքատ, խեղանտամ, գամ, գաղ եւ գույր դեսնես, բոլորն ալ հոսպեր։ Քիչ հետ Զարան վերադառնալով իր դիրոջ ըսավ. Դեր հրամանդ կդարեցի, բայց դագավին դեղ գա։ Դերը Զարային հրամայեց. քաղաքեն դուրս գնա եւ ճամփաներուն վրա ու թաշերու մեջ ով որ գտնես, ըստիբե որ կա որբեսի դու նստեցվի։ Գսեմ ցեզի, որ առաջին հրավիրյալներեն ոչ մեկը իմ ընտրիկես պիտի ջաշագե։ Այս արագը բավական պատկամներով լեցուն արագ մնի։ Բայց նախ անդրադառնանք թե այս բոլորը ուր կբադահի, ինչպես կբադահի եւ ինչու Հիսուս այս արագը գուզե պատմել։ 14-րդ գլխում մեջ կտեսենք, որ Հիսուս Փարիսեցի իշխանավորի մը դունը ընտրիկի հրավիրված է։ Եվ այդտեղ ամեն բանի առաջ հիվանդ մը կբժշկե, շրկողյալ մարդ մը կբժշկե։ Եվ բնականաբար հրյաները կսկսին բանել, որ ասիկա շաբաթ օրով գարելի չեն։ Եվ Հիսուս բժշկել են հետո գսե, եթե ծեր էշերեն մեկը ինար փոսի մեջ շաբաթ օրը չէի կաներ։ Բնականաբար գահանեն իրենց օրենքը գտույլադրեր, որ եթե անասումը փոսի մեջ ինա հանեն, բայց մարդը եթե ինգած է, ադիգա մեղք է։ Շաբաթ օրը գարելի չէ, գարելի հետացկել հաջորդ օրը կամ կանիմ օրերի հետ։ Ատկե հետ կխոսի Հիսուս նստելու մասին։ Հրյաները բոլորը հակաբես մեծ մարդիկը գուզեին լավակույն դեղերը կրավել սեղանի վրա, բադվո դեղեր կրավել եւ գսե, եթե մեկը գուզե իրապես բադվո դեղը կրավել, նախ թող երթա ամենեն ցած դեղը նստի։ Եվ եթե մարդիկ դեսնեն անոր խոնարհությունը, բնականաբար պիտի բարձրացնեն։ Եվ գսե ով հրավիրելու մասին գխոսի Հիսուս, որուն հրավիրել։ Եվ ասկե ետն է, որ այս արագը գխոսի, եւ անշուշտ սեղանագիցներեն մեկն էր, որ գսե Երանի ան, որ Աստծո արքայության մեջ ջաշ պիտի ուտե։ Հրյալգան սովորության համաձայն շաբաթ օրը որևէ բան ունելու օր չէ։ Միայն կարելի է սեղանի շուրջ նստել ուտել
ջաշը այդ օրը կարելի չէ պատրաստել, մեկ օր առաջ պետք է պատրաստած լինեն, որովհետև գրակ չեն գնալ վարել, երացած գրակի հետ կոր չեն գնալ ունենալ, դակցված կլա, ամեն ինչ պատրաստ կլա, բարձրապես շաբաթ օրը գնստին գուդեն, եւ անշուշտ շաբաթ օրը նաեւ Աստծո խոսքը կգարտան, գխորհրդածեն եւ միշտ գխոսին դաջարի մասին։ Եվ ընդհանրապես հрьяաներ եւ որ գնստին մինչեւ այսօր գարկ գանստելու։ Միշտ ան որ գհրավիր է գլուխ գնստի, հետո ամենեն իր մոդիկ բարակաները եւ հետո անոնք որոնք նույնիսկ կարելի է ոչ հрьяամը հրավիրել, բայց չի գնալ մոդիկ նստի։ Անշուշտ դիները անչատ, մարդիկը անչատ, պետք չէ խարն նստին, եւ անշուշտ հрьяաներուն համար, ինչպես միջին արևելքներուն համար միշտ ուդելիքը ու կովկովի նստելը իրար հետ հաց գիսելը կարևոր սովորություն է, ավանդություն է, կնշանակի թե մեր միջև աղու հաց կա։ Եթե ուշադրությամբ գարտան Ղուգասու ավետարանը, Ղուգաս ավետարանի շատ կարևորություն գուտա ջաշկերույթին, միշտ ջաշխնջույքի հասկացողություն մգա։ Եվ Ղուգաս ավետարանը չկուզե ասել, որ օրը երբ երկինքի արքայությունը ժառանգենք, խնջույք է, որ խնջույքին պիտի մասնակցենք։ Սեզի օրինակները մեկը բերեմ։ Անարակ որդին արագը, եթե գիհիշեք, պատմության մեջ վեճավորության հայրը խնջույք կսարքե, որուն բավական մասնակիցներ գլան, բայց մյուս եղբայրը չի կար։ Միշտ սեղանի վրա կան մերժվածներ, կան անոնք, որոնք կմերժեն կալ, և կան անոնք, որոնք սիրով գնդուն են։ Հիմա այս արագը, որ կբատմե Հիսուս, կսեն մարդ մգար, խնջույք կգազմագերվեց, ընտրիկ գազմագերված է, և զարաներուն կսե կացեք, կանչեցեք հրավիրյալները։ Եվ կնշանագե այս մարդը հարուստ մարդն է, որ նաև զարաներ ունի, և գուզե ղրգել, և ադիկա սովորություն էր, հատկապես հարուստ մարդումը, և որ ընտրիկը բադրաստ նա մարդ ղրգել, որպես հրավիրյալները կան։ Այս մեկը կնշանակե, որ հրավիրյալները դեղյակ են ընտրիկ են, և համացայնություն դված են, որ պիտի կան, և հետևաբար բարձրապես մարդը իր զարաները կղրգե, որպեսի լուր դան, որ պատրաստ է հրամեցեք։ Եվ դժբախտաբար իր հրավիրյալները բոլորը պատժառաբանություններ կգտնեն չգալու։ Առաջինը գսե ես արդ մկնեցի, պետք է երտամ նայիմ, և գսե ներողամիտ թող գտնվի, չի կա։ Մյուսը գսե ես 5 զույգ ես կնեցի, պետք է երտամ փորձեմ, անալ չի կա։ Մյուսը գսե ես նոր ամուսնացա, չեմ գնական։ Մարդը գզարմա անարկանքն է։ Միջին արևելյան հասկացողությամբ անարկանք մնե, և որ տուն հրավիրված ես ընտրիկիմը և ներկա չես ըլլա։ Ինչ պատժառաբանությունա որ գտնես։ Եվ անոմը մարդը գսե քնա, իր զարաներուն գսե կացեք, հրաբարակներուն վրա կաղաքի մեջ ով որ գտնեք, հատկապես գաղ, գույ, հիվանդ, կոսացած կարևոր չէ, բոլորը հրավիր է ընտրիկի։ Եվ որ կգադար է, այսական գսե որ դագավին դեղ գա, գսե ուրեմն կացեք կաղաքեն անտին, ով որ գտնեք, ստիպեցեք, որ անպայման կան և ընտրիկին և դեղերը լեցնեն։ Բնականաբար այս արագը գագնարգե երկնքի արքայության մասին, որում բոլորս հրավիրված ենք, բոլորիս դեղ գա, ինչպես Հիսուս կսե, սակայն դժբախտաբար ամեն մարդ չընդունի հրավերը։ Եվ նամանավանդ որ Հիսուս կխոսի փարիսեցիներու դան մեջ այս մեկը, ըսել գուզե այս մեկը, որ հրյաներըդ, հատկապես հրյա ղեկավարներըդ, գհրավիրեք ընտրիկի, ջաշկերույթի, բոլոր անոնք, որոնք սեզի համար կարևոր են, ծեր մագարտագին են։ Եվ Հիսուս իր խոստումը կգադարե և առաջին հրավիրյալները փուգեք, հրյաները դեք։ Բայց դժբախտաբար նաև առաջին մերժողները պիտի ըլլակ։
իմ սիրո խնջույքից մասնակցելու։ Եվ այդ պատճառով հրավերը պիտի երթա ուրիշներուն, որ դուք կգարձեք, որ երբեք սեղան նստելու իրավունք չունին, սեղան նստելու բադիվը արժանիքը չունի, եւ անոնց պիտի դրվի, ասիկա ամբողջ իմաստն է, որ կփորձե փոխանցել։ Բայց եկեք քիչ ավելի խորանանք եւ հասկանանք, որ այս բատկամի մեջ, այս արագի մեջ ինչ խորունկ իմաստ կա։ Առաջինը բաժարապանողներ են, անշուշտ նախ հասկանանք, որ բաժարապանողները, եւ որ գսենք հրավիրյալները բավական բադվավոր մարդիկ են, բնականաբար բադվավոր մարդիկը իրենց համար խնջույքը որևէ բան չսեր, որովհետև գուշտ են։ Եթե այս մարդը հրավիրեր աղքատները, գարիկավորները, հիվանդները, անոնք նույնիսկ սպասավոր զարա պիտի չսպասեին գալու, անմիջապես պիտի ներկայանային, որովհետև գարոդ էին, գարոդյալ են։ Բայց որովհետև այս մարդիկը գուշտ են, բնականաբար նաև իրավունք կալ կվերաբահեն իրենք իրենց, մերժելու որևէ մեկ հրավեր։ Ուրեմն առաջին բաժարապանողը կբաժարապանե, որ ինքը արդ մկնած է եւ հետեւաբար չի գնա, պետք է արդին հոգ տանի։ Հիմա պիտի անդադանանք երեք բաժարներն, որ գդրվի մարդոց կողմէ, ամիջական բաժարապանություններ չեն։ Այսինքն այնպես չէ, որ իրապես չեն գնալ։ Հետացկվելիք իրականություններ են, բայց գսեն բաժարապանություն տալու, որպեսզի մերժեն եւ չերտան։ Ուրեմն առաջինը արդը գխորհրդանշի իշխանություն, մեկը որ արդեն իշխանություն ունի, հարստություն ունի, ունեցված ունի, եւ ադիգա բաժար գտարնա, որ ինքը մերժե որևէ մեկ հրավեր, եւ որ թուն ուժի դերես, հետևաբար այդ ուժը նաև ուրիշին վրա դապրել ծևերով գրնաս բանեցնել։ Եվ մարդը այդ արդը ունի ասելով գմերժե սիրո հրավերմը, որուն ինք գանչված է եւ խոսացած է երթալ եւ մասնակցել։ Երկրորդ բաժարապանողը այն անձն է, որ գսե ես 5 զույգ ես քնած եմ։ 5-ը շատ խորհրդանշական թիվն է հրեական հասկացողության մեջ, հատկապես աստվածաշնչի մեջ, որովհետև ընդհանրապես գաղտնարգե բադվիրաններում։ Այսինքն Մովսեսի 5 քիրքերում օրենքին իմաստավորել։ Բայց նաև 5-ը գխորհրդանշել մեր 5 ըսկայրանքները։ Դեսողությունը, լսողությունը, թվնալը, համդեսելը, այս բոլորը հոդարությունը ըսկայրանքները գխորհրդանշան։ Եվ Սուբոքոսնոս կսե ամ, որ շվարած է իր ըսկայրանքներով, ըսկայրանքներուն ըսկացողությունը գործոցած է, ան է, որ չի գիտեր և բնականաբար չընդունիր այդ հրավերը և չերթար։ Իսկ երրորդը ամուսացած է և իր հաջույքը, մարմնական հաջույքի մեջ կդած է և անոր համար նորեն գմերժե և այդ հրավերին չերտար։ Այս մեկը կնշանակե, որ բոլոր անոնք, որոնք երկրավոր իրականություններում կապված են, ըլլան իրենց ունեցվածքով, ըլլան իրենց աշխարհը դիտելու, հասկանալու, հասկացողությամբ, ըմբռնումներով, երբեմն նույնիսկ գիտությամբ եւ ֆիզիկական հասկացողությամբ ցանկություններով գնահնդրե ադոնք քան երտնավոր հրավերը, երտնային հրավերը, արքայության հրավերը։ Իսկ ավելին ուրիշ հայրը, եկեղեցվող հայրը կբացատրե, որ առաջին հրավիրյալները, որոնք պետք է ներկա ըլլային, որ մերժեցին այս 3 բաժարապանություններով հրյաներն են, ինչպես որ քիչ առաջ ասի, հրյաներն են։ Իսկ անոնք, որոնք ապկե
մարդը որ գսե ծառաներուն կացեք քաղաքի մեջ գաղերը, կորսացածները, հիվանդները, աղքատները գանչեցեք, անոնք հрьяներուն գոմե դուրս տրված մարդիկ են։ Գիտեք հрьяական Մահվան Քրիստոսի ժամանակ ամ որ հիվանդ էր, կորսացած էր, փորոդ էր, թիվահար էր, այս բոլորը բարդավոր էին համայնքային կյանքեն, հավաքական կյանքեն դուրս ապրիլ, հերո ապրիլ, որովհետև բիղծ կնկատվեն, մաքուր չէին նկատվել, չէին գնա մարդոց մեջ ապրիլ, իրավունք չունեին, եւ այդ բոլորը իրենց մեղքին պատճառով այդպես կդիտեին։ Եվ անոր համար Հիսուս ասավ, նախ անոնք բերեք, անոնք, որոնք իսկապես գարիք ունեն, գիտեն իրենց մորտին վրա, իրենց հոգի մեջ գսկան գարոդը Քրիստոսի արքայությունը ընդունելու։ Իսկ երբ որ երրորդ անգամ գուկա, այս անգամ ասելու որ բավական դեր գա դագավին, եւ երրորդ անգամ լալով ծառաները գղրգե, եւ քաղաքեն դուրս մարդիկը գբերե, անոնք հետանոսներն են, որոնք լուրջ ունեին հրավերեն, լուրջ ունեին հրավիրողեն, եւ անոնք լսեցին հրավերի մասին եւ անմիջապես եկան։ Ուրեմն առաջին բաժարապանողները, հետանոսները իրենք ակահությամբ լեցված էին երկրի վրա ուժ եւ իշխանություն ունենալու։ Հետանոսները չունեին այդ հասկացողություն երկրի առկայության մեջ։ Իրենց համար հետանոսներն ո՞ւմ երկրի վրա է։ Երկրի վրա թակավորություն պիտի հիմնեն, իրենց գայշությունը պիտի զորացնեն, այդ էր ամբողջ իրենց հասկացողությունը։ Մեծ շքերդուն ունենալ, զարաներ ունենալ, այս էր նպատակը։ Եվ անոր համար, երբ որ գսե արդը, արդից պետք է հոգ տանիմ, անոնք են, որոնք այս երկրի ժառանգությամբ եւ իշխանությամբ դարված են։ Իսկ երկրորդ բաժարապանողները, որոնք 5 զույգ եզի մասին կխոսին եւ ըսի 5 սկայրակները նաեւ կխորտանշեն եւ նաեւ 5 բադվիրանները, ըսի 5 օրենքի քիրքերը, հрьяներն են, որոնք օրենքի լուծեն դուրս չեն ուզել ելնել։ Իրենց բրգությունը այդ 5 քիրքերուն կամ օրենքի մեջ կդեսնեն, ոչ իրենք գաբրին կգադարեն, որովհետև մեկը չի գնալ այդ բոլորը գադարելապես գործել եւ արդարանալ, ոչ ալ թույլ կուտան, որ ուրիշներ այդ օրենքի լուծեն դուրս ելնեն եւ անոր համար բնականաբար գմերջան հրավերը։ Իսկ երրորդ, այս մեկը Սուրբ Ամբրոսիոսն է, որ գիշ է, հերետիկոսներն են։ Հերետիկոսները այն մարդիկն են, որոնք քրիստոնեությունը կամ Աստծո մասին սխալ ուսուցումներով կհասկանան։ Հերետիկոս կոչվեն։ Եկեղեցին գմերջե իրենց ուսուցումը, իրենց հասկացողությունը Աստծո մասին, որովհետև բոլորովին սխալ է։ Այս մեկը հերետիկոսները կնկատվի, որովհետև կխորհրդանշեն, որովհետև փոխանակ ճշմարիտ փեսան ճանչնան Քրիստոսը իրենց երկրավոր հասկացողությամբ Աստված մգճանչնան։ Այսինքն իրենց գենակցությունը կնախընտրեն սխալ Աստծո հասկացողության մեջ, քան թե ճշմարիտ փեսային, ինչպես գիտեք Քրիստոս եկեղեցու փեսան է, որ մեզ միանալով մեզ պիտի փրկե։ Այս բոլորը մենք կտեսնենք սիրելի հարազատներ, որ Հիսուս ասել գուզե Աստված իր խոստումը կատարեց։ Եվ առաջին հրյաները, որոնք առաջին ասկ եղան ընդունելու Աստծո աստվածությունը դերությունը, եւ խոստացավ, որ իրենց մեջ են պիտի ելնե փրկիչը, պիտի դա փրկությունը, եւ իր խոստումին դեր դարձավ հագարակ, որ ինքը շատ լավ գիտեր նաեւ հրյանները այդ խոստումին դիմաց մեր ժողական գեցված պիտի ունենան եւ կամ պիտի չընդունեն, պիտի չտեսնեն ճշմարտությունը։ Բայց Աստված եթե խոստումը գուտա, խոսք գուտա, կբահե ամեն կնով, կարևոր չէ դիմացինը ինչպես է կամ ինչպես չէ։ Եվ որովհետև անոնք մերժեցին, Աստված դագավին հրավերը բացկեց, որովհետև իր նպատակը հրավիրյալները չեն, անոնք որոնք ներկայացրան այդ անձերը չեն։ Իրեն համար Աստծո համար ամենեն կարևորը այն է,
որ այդ սեղանին շուրջ իր զավակները լան։ Անոնք, որոնք գսկան սիրո սկացողությունը այդ ջաշկերույթեն, խնջույքեն և գուզեն ապրիլ և մասնագից ըլլալ Աստծո խնջույքին, Աստծո ուրախության։ Իր նպատակը այն է, որ գարիկը գսկա, որ ինքը ծարավ է, անոթի է, գարոդյալ է, դգար է, մեղավոր է, հոն դեղ ունենա, և ոչ է որ ինքզին կգարձե արդար է, ամեն ինչ ունի, պանիմը գարոդյալ չէ, անոնք բնագանը պարբիդի մերժեն։ Սիրելի հարազատներ, մենք մեր կյանքի մեջ առաջնահերթություններ ունենք, և այս մարդիկ իրենց առաջնահերթությունները ցույց տվին, որ իրենց համար արդը, գինը, գենագիծը և գամ եզը շատ ավելի կարևոր է, քան այն հրավերը, որ իրենք խոստացած են մասնակցել սիրո խնջույքին։ Անոր համար մենք շատերս երբեմն ուրիշն հրավերները կմերժենք բաժանապանություններով, որ մենք ընելիքներ ունենք, բայց հավանաբար մեր ներկա գտնվելը որքան բան պիտի փոխի այն անձին ընտանիքին կյանքի մեջ, որ մեզ հրավիրած է խնջույքին, կամ ջաշկերույթին, կամ սեղանին։ Եվ մենք դժբախտաբար մեր հրավիրյալները կընտրենք մեր կմահաճույքին համաձայն, ով որ մեզի հաճույք կպատճառե և կամ այն անձը, որ մեզի կքովապանե, մեզի մեծ կտեսնե, գուզենք անոնք մեր շուրջը պահել, որպեսզի անոնցում մի շոյված զսկանք։ Եվ անոր համար Հիսուս մեկ այս արագեն առաջ հատվածի մեջ կխոսի որուն հրավիրել և կհրավիրես մի հրավիրեր այն մարդիկը, որ ի վերջո քեզ ետ պիտի հատուցանեն, իրենք պիտի հրավիրեն և փոխադարձ պիտի ելլա։ Ասել գուսե, որ սիրո ջաշկերույթը արև դուր մը չէ։ Ես կսիրեմ այն պայմանով, որ դու սիրես ինձ։ Այդպիսի բան չի կա։ Որովհետև Աստված մեզ կսիրե, առանց սպասելու երբեմն, որ մենք իրեն պիտի փոխադարձենք սիրով։ Եվ եթե Աստված մեզ կհրավիրե, մենք ինչպես որ ենք, մեր սխալներով, մեր թերություններով, մեր մոլություններով, կհրավիրե և դակավին դեղ կպահե ծարանալ կխրգե, որպեսզի դու անպայման ներկա ըլլաս քեզի համար պատրաստված խնջույքին։ Եվ դու դակավին անդարբեր գտնվես այդ հրավերին, կնշանակի դու գսես, որ ես չեմ ուզեր արքայության մաս կազմել։ Արքայությունը, երկնքի արքայությունը բարդատիր իրականություն չէ։ Այնպես չէ, որ ամեն մարդ բարդավոր երկնքի արքայություն ժառանգել։ Աստված չի բարդատրել։ Աստված երկնքի արքայությունը բաց հրավեր մտրած է մեր առջև, որպեսզի անոր գարիկը գսկա, հրավիրվի և ներկա գտնվի։ Բայց ադիգա սիրելի հարազատներ գիրականանա, երբ մենք մեր կյանքի մեջ ցույց կտանք իրար հանդեպ, որ իսկապես հասկացած ենք Աստծո արքայության հրավերին հասկացողությունը։ Գսե, եթե գուզես սիրել, սիրեք ունգերդ, քու թշնամի, քու բարեկամդ, քու օդարդ։ Մի սիրեն ասկականներդ, ասկականներ դեք քեզի պիտի սիրեն եւ բարդավորություն մը գա, բայց սիրե ան, որ չես ճանչնար։ Մենք երբեմն կդժբարանանք Աստծո մեջ, որովհետև իրարու մեջ ժխտական գեդերը շատ ավելի գտեսենք, քան տրական գեդերը։ Եվ կգարձենք, որ միայն այդ անձը ժխտական գեդեր ունի, մոռանալով, որ մենք ալ ժխտական գեդեր ունենք։ Մենք ալ երբեմն անհանդուրժելի ենք։ Բայց եթե գուզես իսկապես ցույց տա, որ դու Աստծո արքայության հրավերին գուզես ընթարաչել և մասնակցել, ցույց տուր երկրի վրա, ցույց տուր, որ դու ամեն մարդու կընդունիս դանդ մեջ, ամեն մարդու գուզես սպասարկել, սերը ցուցաբերել, նույնիսկ այդ անձը արժանի չէ, ինք չի հրավիրել քեզի, փոխադարձը բար չի հարկեր, կարևոր չէ, քու դունդ, քու սեղանդ,
քու սիրտը բաց պահե, եթե գուզես որ Աստծո սիրտը բաց լա միշտ քու արջևդ։ Երկրի վրա ցույց մի դանք սիրելի հարազատներ, եւ որ գսե Աստված որ հրավերը յուրաքանչյուրի շիկածը չի նշանակեր որ միայն աղոթքով եւ եկեղեցի երթալով ցույց մի դանք որ մենք հրավերը ընդունած ենք, ոչ։ Պաստորեն սիրելի հարազատներ, մենք ամեն գիրագի սուրբ սեղանի խնջույքի շուրջ ենք, խնջույքի սեղանի շուրջ ենք, որուն մեր սնունդը նույն ինքն Աստծո մարմինը եւ արյունն է։ Մենք Քրիստոսի մարմնի շուրջ է որ գահավաքվենք։ Բայց սիրելի հարազատներ, մենք բոլորս յուրաքանչյուրս մեր եկեղեցականներն սկսել մինչև ովևէ մեկ հավատացյալ պետք է մտահոգվի, եթե կան հրավերը մեր ժողովներ, եթե կան հրավերին ներկա չգտնվողներ, պետք է մտահոգվենք, անոնց համար աղոթենք, անոնց քաչալերենք, որբեսի կան, որովհետև այս բադարակը միայն հայ շարականներու աղոթներու հավաքածու չէ։ Քրիստոս գիչնե սուրբ սեղան, որբեսի մեզ բادرաստե երկնքի արքայության խնջույքին։ Հիմա գվնե ըսկանք այդ խնջույքի ուրախությունը, ցնծությունը եւ ըսկանք նաեւ բարդավորությունը իրարու հանդեպ, որ մենք Քրիստոսի մարմինն ենք եւ չես ուզեր մարմնի բացակա անդամներով ներկա ըլլալ խնջույքին։ Ժամանակին երբ որ հրավերը ընթարաչեիր եւ զվակները չլային, ամոթ կսեպտեր, գսել որ ասնդանի կապողությամբ չի եկած։ Գամ եթե երևակայեցեք մեկը սեսի ճաշկերույթի հրավերեցել ընտանիքը, միայն գինը ներկային աջաշին։ Գամ միայն ամուսինը, միցել գինը դուր է, չէ, զավակները դուր են։ Առաջ ասիգա շատ մեծ ամոթ կնկատվեր։ Մեր այսօրվան կյանքի մեջ շատ բաներ փոխված են դժբախտաբար եւ ցույց կտա, որ մենք ավետարանի հասկացողությունը փոխած ենք։ Ես շատ լավ գիշեմ, մեր դուներուն թուրերը չէին կոծվել։ Անսող կացով հրամեցեք, եկեք, սուրճ խմեցեք, փած թուր, փած սիրտ գոյություն ուներ։ Այսօր դժբախտաբար գտեսնենք գամած մեծ սերունդ կփոխվի այս իրականությունը, ջաշի երթալողը պետք է հերացայնով պայմանավորվիս եւ եթե ժամանակը հարմարեցավ գուկաս կներկայանաս կամ եթե գրծար ներկա գլաս ադիգա բարձրապես բզդիկ հասկացողություն մնե որ մենք որքան փոխված ենք նույնը չենք դժբախտաբար սիրելի հարազատներ այս եկող ամիս կմած գաղատի մտնոլորտը կսկսվի մենք միասին նոր տարի դիմավորենք սուրբ ծնունդի դիմավորենք մեր սովորության համաձայն պիտի հրավիրենք հարազատներ, բարեկամներ այսօրվան այս արագով արդյոք կրնանք հրավիրել անոնք որոնք իսկապես գարոտ են սեղանի մշուճ ըլլալու պայման չէ ուդելիքի պայման չէ ուդելիքը գմտնե վերջացավ գանցնի բայց սերը գմնա հարկանքը մոդեցումը Առանց թադելու մոդեցումը, սիրո մոդեցումը մարդոց մեջ կմնա։ Բادرաստ ենք արդյոք հրավիրելու այն անձերը, որոնք միջև հիմա գարձած ենք, որ արժանի չեն մեր դունը մտնելու, մեր շուրջ ըլլալու, սեղանի շուրջ ըլլալու։ Բادرաստ ենք հրավիրելու մեկը, որ բոլորով ինք չենք ճանչնար։ Արդյոք գրնանք ցույցա, որ մենք իսկապես այս արագը լսած, հասկացած եւ գադարելու ջիքի մեջն ենք։ Հետևաբար, սիրելի հարազատներ, բոլորս հրավիրված ենք երկնքի արքայության մաս կազմելու։ Արքայությունը, որ ամեն ինչ կարժե, ամեն ինչ, ունեցածը դալ կարժե, սկայրանքները դալ կարժեն եւ ունեցած երկրավոր հաճույքներ դալ կարժեն։ Սակայն մեզ միայն գմնա հրավերը ընդունին եւ մենք կալզարաներում պես երտանք հրավիրենք ուրիշներին։ Եգուր մասագից եղիր։ Քրիստոս իր մարմինը եւ արյունը գուտալով։ Քրիստոս իր արյունը գվճարելով որպեսզի դու անպայման ներկա լինես։ Իր արյունը իր դոմսն է որ քեզ գուտալով որ անպայման ներկա լինես։ Նույնիսկ իր ունեցած հակոստը գարնեք վրա կզածկե որ ներգայանաս մաքուր, արդար եւ
հրգված արժևորելը միայն գմնա եւ որ մենք գործով ցույց կտանք ոչ թե մեր մտքով սրտով ոգիով աղոթքով այդ բոլորը շատ կարեւոր են բայց Քրիստոս կուզե գործով ցույց տանք այլապես սիրելի հարազատներ մենք Փարիսեցիներու պես պիտելանք որոնք կգարձենք ու հրավիրված ենք կգարձենք որ հրավեր ընդունած ենք անպայմանորեն բայց վեճավորության կտեսնենք որ մեր դերը գրաված են անոնք որոնք իսկապես արժանի են աղոթենք որ Աստված արժանի դարձնե միշտ մեզի որ միշտ մենք իրեն սեղանագից ըլլանք իր մարմինեն եւ արյունեն չզրկվենք եւ մանավանդ աղոթենք որ ապաշխարություն շնորհե բոլոր անոնք որոնք կգարձեն որ իրենց ֆիզիկական ունեցվածքով եւ ամեն ինչով գարիքը չունին եկեղեցին գարիքը չունին աղոթքին գարիքը չունի Աստծո խոսքը լսելով թող Աստված իր օրտնարատ եւ կատարած սերը հասցնե յուրաքանչյուրիս որբեսի օրը ինչպես այստեղ բոլորս հավաքված ենք արքայության մեջ բոլորս ներկա ալանք եւ Աստծո փառքը փառավորենք որ օրտնյալ է այսօր վաղը եւ հավիտյան ամեն